Երազների լուսը շերտից Ես երկնեցի վերջին ձոներ քեզ համար Եվ արթնության բիրտ թևերից Ես պոկեցի այրող մի վերք ինձ համար Երանի միտին կամեր կարոտս ու մեջը վերջին կաթել է խմեր աննշմար, անվարձ կապեր նարոտս ինձ իմ օրերից անխնախել էր Երանի միտին արտոներ սերս մինչև մրուրը մսխել իր մահջին լիներ ստրուկս, դարներ և տերս մեծահոգապար կաշարեր դահջին Շատ երկար մտածելուց հետո փորձեցինք պարզապես մի բան, որը դեռևս կարծում եմ չի մատուցվել հեղինակ կատարողը եւ պոետը միմյանց լրացնելով գաղափարական առումով սկսած սկզբից մինչև կուլմինացիա եւ ավարտ ինքը մի ամբողջ գաղափարական շղթա է պոետի ասելիքը հետո հեղինակ կատարողի ասելիքը անմիջականորեն լրացնում են միմյանց ամբողջ ներկայացումը մենք փորձել ենք հյուսել իմ բանաստեղծական փիլիսոփայության կամ գեղագիտության եւ Ռուբեն Քամալյան հեղինակ կատարողի աշխարհայացքի շուրջ Կխորանով վերջաղաթելուց դարձս կիսատ մնաց Նավանանքը թողիդ ու էլ դարձի չեկար Եվ մենք ավետ միմյանց չհասկացանք աշխարհ Ցերեկվավերջի աղմոկն էլ մարեց Գիշերը բերեց լրություն հանդա ինքնայացումը սուբյեկտի մոտ մի շրջան է, երբ որ պարբերաբար պետք է իր ներսը նայել եւ հայլու էֆեկտով հասկանալ որտեղից ենք եկել, ուր ենք հասել եւ ուր ենք գնալու ինքնահայացումը այս պարագային խորագրել ենք առաջին հերթին մի միտումով նշում ենք Ռուբեն Քամալյանի 35-ամյակը ծննդյան եւ 15-ամյակը ստեղծագործական Դուր ինձ ապդ բաց Ուր չեմ որոնի և ոչ մի արծատ Հնդրումաս այնտեղ երկդ կլինի Անզուս կհապրեմ ինչպես հոգու հաց Ես մեղքեր ունեմ մի 1000 Կյանքը աղոտք մաքար Իմ անցյալ անպատուղ դու անցար Հաճախ Շատ գրողների մեր կլասիկներից սկսած մինչև այս վերջի շրջանի Համոս Այգյան եւ այլն պաշտում եմ, բայց իմ գրողը քո գրողը Գոռ Հարությունյանն է։ Այս գոյություն բաղը Կարծում թե կեղծված այն պիտի լինի Մի 20 տարի համակերպության քարոզի համար, որ լինելության վեր ու արդնական կոչումը թողած ապավինենք մենք ինչ-որ աստծո բարեկամային հատկանիշներին Եվ տուրք տենք միայն ոչ թե բնական, ոչ թե բնատուր պահանջմունքներին որպես ցեղ ու ազգ, այլ սոսկ տեսության մի ծաղկով գարնան, որ 1000 ու մի սուտ ու ճշմարիտ իսկ ավելի ստույգ ճշմարտանման հրաշքներն ամեն զոհ չեղանային հաստատելու Պաստորեն մենք շատ տաղանդավոր տղաներ ունենք ու այդ մասին չգիտենք, պետք է իմանալ, անպայման պետք է իմանալ Շատ խորքային ու բովանդակային դուետ է ստացվել բանաստեղծական ու հեղինակ կատարողի հետ, բանաստեղծի ու հեղինակ կատարողի մեջ ու կարծում եմ, որ պետք է սկիզբ լինի այս ընդամենը, որ պետք է հարատևի ու շատ խանճարեղ սկիզբ
գիտեմ, ինձ համար էս ամեն ինչը հիմնված է ինտերական հողի վրա ու անում են իրանք այնպես մի բան, որը որ հոգևոր սնունդ է յուրաքանչյուր հասկացող գիտակից մարդու համար։ Կարծում եմ սա մեզ տալիս է մշակույթի մեծ չափափաժին, ինչ որ իմաստ ապրելու առաջարժվելու համար։ Նման համերգներ, միջոցառումներ մեզանում ավելի հաճախ պետք է լինի, քանի որ դա մի համախմբում է երկերեցության եւ պոեզիայի։ Շատ հրաշալի ներկայացում էր, գերագույն հաճույք ենք ստացել, շատ մեծ բավականություն։ Սա մի փունջ էր, որը բխեց հոգուց դուրս եկավ եւ այսպեսի մի վերացվեց թատերական ներկայության, որը ինձ թվում է հաջողվեց։ Շատ հաճելի երաժշտություն է, խոսքը եւ հոգեվոր ինչ որ շունչ է ստանում այս ամեն ինչից։ Ինչ որ մեկը իր երազում հոգնած հոգիս գրկեց մեկը երկիշ ջերմ հապումից իր երազը փրկեց ինչ որ մեկը ինձ համարեց չկարդացվող մի գիրք մեկի համար դարձան հաս չտաքացնող մի գիրք